Եվ կրկին օրվա գլխավոր թեմայի մասին։ Հարկ է նշել, որ հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի կապակցությամբ ոգեկոչման արարողություններ աշխարհի հայաշատ քաղաքներում մեկնարկել էին դեռ ապրիլի սկզբից։ Ուշագրավ է, որ մի շարք կազմակերպություններ, այդ թվում թուրքական, հանդես են եկել Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը դատապարտող հայտարարություններով։ Սպասելի էր, որ հայոց մեծ եղեռնի 99-րդ տարելիցը, որպես նաև հարյուրամյակի նախաշեմ կնշվի հատուկ շեշտադրումներով։ Այսօր մի շարք երկրներում մեկնարկած հիշատակի միջոցառումները վկայում են հենց այդ շեշտադրումների մասին։ Հայոց ցեղասպանության և հրեական հոլոկոստի զոհերի հիշատակի նվիրված երեկո Մոսկվայում նախադեպը չունեցող իրադարձություն, քանի որ նախորդ բոլոր տարիներին և հրեական և հայկական համայնքներն իրենց միջոցառումներն անցկացրել են առանձին։ Հայոց մեծ եղեռնի և հրեական հոլոկոստի զոհերի հիշատակի նվիրված միջոցառման հիմքում գյումրեցի նկարիչ Վաչագան Պողոսյանի աշխատանքների ցուցահանդեսի բացումն էր։ Ցեղասպանության թեմայով նկարչի աշխատանքների այս շարքը իր մեջ ներառում է 20-ից ավելի գործեր, որոնցում նկարիչն իր յուրօրինակ ոճով պատկերել է հայ և հրեա ժողովուրդների ողբերգությունը։ Երեկոյին մասնակցում էին Մոսկվայի հայ և հրեա համայնքների ներկայացուցիչներ և Պետդումայի պատգամավորներ։ Այն, որ աշխարհն անուշադրության մատնեց հայոց ցեղասպանությունը, հանգեցրեց հոլոկոստին։ Մեզ վիրավորում է ոչ միայն զոհերի ահռելի մեծ թիվը, այլև այն, որ մինչև այսօր աշխարհում կան մարդիկ, որոնք ժխտում են թե հայոց ցեղասպանության փաստը, թե հրեական հոլոկոստը։ Այսօր մեր խնդիրն է ոչ միայն վառ պահել նահատակների հիշատակը, այլև այնպես անել, որ այլևս ոչ մի ազգ ցեղասպանության զոհ չդառնա։ Ճանաչումը պետք է միջազգային լինի, անտարբեր մարդիկ պետք է չլինեն, որովհետև նման ողբերգությունից որևէ մեկն ապահովագրված չէ չգիտակցել, դա չի կարելի։